Ես միշտ եղել եմ այնպեսին, ինչպես որ ցանկացել եմ։ Արել եմ այն, ինչ ուզել եմ։ Ընտրել եմ այն հագուստը, որն ինձ դուր է եկել, որի մեջ ես ինձ հարմար եմ զգացել։ Շփվել եմ այն մարդկանց հետ, ովքեր ինձ հաճելի են եղել, ումից ես բան եմ ունեցել սովորելու, կամ պարզապես նրանք ինձ հաճելի են եղել։ Արել եմ այն ամենը, ինչ ցանկացել եմ, եղել եմ այնտեղ, որտեղ լավ եմ զգացել ինձ, որտեղ ուզել եմ լինել։ Ընտրել եմ այն մասնագիտությունները, որոնք ինձ հաճելի են եղել, սովորել այնուհետև աշխատել տվյալ մասնագիտություններով։ Ես երբևէ բացատրություն չեմ տվել մարդկանց, թե ինչու եմ այդպես եւ ինչու եմ այդ ամենը անում, որովհետեւ ես հստակ իմացել եմ, որ ես միայնակ եմ եւ իմ բոլոր խնդիրները վաղ թե ուշ միայնակ եմ լուծելու։ Եվ այն մարդիկ, ովքեր մեղադրում կամ փորձել են ուղղություն ցույց տալ, նրանք երբևէ չեն էլ հասկացել, թե ինչ խնդիրներ ունեմ ես եւ չեն էլ արժանի եղել, որպեսզի իմանան, թե ինչ խնդիրներ ունեմ ես։ Եվ ամենակարևորը, ինչու եմ սա ասում, ինձ համար երբևէ ոչ ոքի կարծիքը կարևոր չի եղել։ Ինձ համար միայն կարևոր է եղել, որպեսզի իմ գործողությունները եւ դրանց հետևանքները հաճելի լինեն Աստծուն։ Աստված այն մարմինը չի, այն կերպարը չի, որը մեր մեջ ներարկել են վախի միջոցով, փոխանցել են մեզ կեղևորականները, ովքեր եկեղեցուն բիզնես են անում եւ գումարներ լապում անհայտ ուղղություններով եւ ոչ աստծոյահաճո հաճույքների վրա։ Սակայն թողնենք, ինձ երբևէ չի հետաքրքրել, թե կյանքում ով ինչով է զբաղվում, ինձ համար կարևոր է եղել, թե ես ինչ եմ անում։ Ուստի նորից եմ կրկնում, արեք այնպես, որպեսզի ձեր գործողությունները միայն բարոյահաճո լինեն Աստծուն։ Եվ ես հիմա աշխատում եմ այն մասնագիտություններով, վաստակում եմ գումար, որոնք ես սիրում եմ։ Ես ազատ եմ։ Եվ վաստակում եմ այնքան, որքան ցանկանում եմ։ Թե ինչքան կարող եմ, ես ինքս էլ չգիտեմ, որովհետև շատ չեմ մտածել այդ ուղղությամբ։ Ես նաև զուգահեռ ստեղծագործում եմ։ Ինչպես գիտեք, ժամանակակից աշխարհում շատ քչեր են կարողանում եւ աշխատել եւ ստեղծագործել եւ զբաղվել այն ամենով, ինչով ցանկանում են, որովհետեւ մարդկության մեծ մասը առավոտյան 9-ից 7-ից կամ 10-ից մինչեւ երեկոյան մի խոսքով 8 ժամով մինիմում աշխատում են որևէ մեկի համար, հարստացնելով որևէ մեկին։ Իսկ ես չեմ զբաղվում այդ ամենով։ Ես աշխատում եմ ինքս ինձ համար եւ նաեւ օգտակար եմ լինում մարդկությանը։ Ինչ եմ ուզում ասել։ Ընտրեք ձեր ազատությունը վաղուց, դա ինչ որ կետից չի սկսվում կամ ավարտում։ Սովորեցրեք ինքներդ ձեզ, որ դուք ազատ եք եւ դուք մեկ անգամ եք ապրում եւ դուք կարող եք երբեմն սխալվել։ Այնպես արեք, որ մինչ մարդիկ մատնացույց կանեն ձեր սխալների համար, դուք արդեն այդ ամենը գիտակցած լինեք, որովհետեւ մարդիկ սիրում են տեսնել այլոց սխալները ավելի շուտ, քան նայել իրենց ներս